վստահաբար ոչ։ Մեզ փորձում են համոզել, թե ցեղասպանությունը պետք է թողնել անցյալում, իբրև պատմական ցավալի հիշողություն։ Բայց այն, ինչ տեսանք Արցախում, խոսուն ապացույցն է, ավելի քան 100 տարի անց թշնամու ձեռագիրը չի փոխվել։ Եվ ուրեմն, ինչ պետք է անենք մենք։ Մենք պետք է շրջենք պատմության անիվը։ Ապրիլի 24-ը պիտի դառնա մեր վերածնունդի օրը։ Ապրիլի 24-ը պիտի դառնա որպես ազգ այլևս երբեք չպարտվելու որոշում կայացնելու օրը։ Մենք պետք է հենց այստեղ, այս խորհրդանշական օրը, ինքներս մեզ խոստանանք, որ այլևս երբեք չենք պարտվելու, այլևս երբեք թույլ չենք տալու մեզ կոտորել, այլևս երբեք թույլ չենք տալու մեզ ցեղասպանել, հայրենազրկել եւ դարձնել օտարական սեփական հողում եւ հայրենիքում։ Մենք պետք է ոտքի կանգնենք, որովհետեւ ինչպես ասել է Սարգիս Զեյթլյանը, սողացող ազգերը դատապարտված են գետնի տակ մտնելու։ Ոտքի կանգնող ազգերն են, որ իրավունք են ստանում գոյության։ Սիրելի հայ ժողովուրդ, ապրիլի 23-ի այս ժայռով երթը արդարության համար մեր շարունակվող պայքարի խորհրդանիշն է։ Արդարության պայքարի ջահը հաջորդ սերունդներին փոխանցելու եւ մեր իրավունքներին վերատիրանալու տեսլականի վառ պահելու խորհրդանիշը։ Այսօր, վաղը, ամեն օր եւ ամեն ժամ հիշենք, որ մեր իրավունքները խլել են մեզնից եւ անպայման մի օր դրանց պետք է վերատիրանանք։ Խոսքը փոխանցում եմ Դաշնակցության Գերագույն մարմնի անդամ ընկեր Գեգամ Մանուկյանին։ Սիրելի հայրենակիցներ, սիրելի երիտասարդներ, Հանրապետության հրապարակի